Նեմ շատ լավ։ Շնորհակալություն, Արթուր Խաչատրյան, համեցեք։ Եթե կառավարության հետ հարցուպատասխանը լիներ 3, կարծում եմ կառավարությունը ազգային ժողով պետք է գար նավով։ Եթե սենց շարունակվի, կարծում եմ կառավարությունը բյուջեում պետք է պահանջի, որ իրենց սպասարկող ուղղաթիռ տրամադրեն, որովհետև ճանապարհները գնալով դառնում են ավելի անանցանելի։ Կառավարությունը 3 հարցով է պարտանում։ Առաջինը Կիրանցի հատվածում ճակ տված պատն է, խաղաղության պատը, դա արդեն օքսիմորոն աբսուրդ է, որովհետև պատ կառուցում են ոչ թե խաղաղության համար, այլ թշնամուց պաշտպանվելու համար։ Չինացիք պատ չեն կառուցել, ասել մենք քոչվոր ցեղերի հետ խաղաղություն ենք հաստատում, դրա համար պատ ենք կառուցում։ Տենց բան հնարավոր է միայն այստեղ։ Մյուս հարցը, որով հպարտանում է կառավարությունը, բյուջեի հավելյալ մուտքերն են։ Հեսա բյուջեի կատարողականը գալու է բազմաթիվ ասելու բաներ կան եւ կասենք։ Երրորդ հարցը ճանապարհներն են, 500 կիլոմետր ճանապարհ ենք ասֆալտապատել կամ վերանորոգել։ Նախ ճանապարհը երկարությամբ չեն չափում, քառակուսի մետրով պետք է չափեն, որովհետեւ Դեմիրճյանի 1 կիլոմետրը եւ Բաղրամյանի 1 կիլոմետրը եկեք ընդունենք, որ տարբեր մակերես են ծածկում։ Հիմա հարցս հետեւյալն է. Այդ 500 կիլոմետրը կամ քանի կիլոմետրը, որ վերանորոգել եք, քանի անգամ եք կրկնավ վերանորոգել, որովհետև մեր փողոցը վերանորոգել եք, հետո մի հատ փոսալցում եք արել, հիմա մի հատ էլի փոսալցում պետք է արվի, վերջից զզվեք, որ մի հատ նորից վերանորոգեք։ Ուզեմ նշեք կոնկրետ այդ 500 կիլոմետրից քանիսը փող մսխվել անորակ շինարարության պատճառով եւ հայտնի չի էլի ինչքան պետք է մսխվի, որտեղ նույն մարդիկ են, նույն շինարարներն են, նույն պատվիրատուներն են։ Բայց կոնկրետ խնդրում եմ ասեք 500 կիլոմետրից քանիսն է կրկնավ վերանորոգվել։ Հարցին կպատասխանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը, համեցեք պարոն Խուդացյան։ Դահլիճում լռություն է։ Պարոն Խաչատրյան, վերադարձեք, խնդրում եմ ձեր տեղը։ Խնդրում եմ վերադարձեք ձեր տեղը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Խաչատրյան, մսխվել է 0 կիլոմետր, 0։ Պարոն Խուդացյան, ճանապարհը կառուցվել է։